Նարեկ Կարապետյան, էս էլի խառնել ես դերերն ու տեղերը։ Ասում այնքան իշխանություն ու վլաս չունեն, որ ածեի շենքա վառվում, ճիշտ հարցակում է ածեի շենքի վրա։ Ով էր այդ պաժարը կազմակերպես։ Սամվել Կարապետյանի համակիրներից չի, էս շի տեղեք դրել ես հասարակությանը։ Կամ այդ ինչ ես ասում տարածաշրջանը խառնա, այ միութենական պետության ֆան էր։ Չհափրկեք, չփորձեք ստե ինչ-որ բաներ անել, դուք ոչ մի բան էլ չեք կարենալու անեք, ասում այդքան ձայն ու ես իմ ամոթ հարա սուզ մնացեք, ինչ ես խոսում, դու հասկանում ես գոնե ինչեր ես խոսում։ Էջդ բլոկվավ քու ֆեյքերը բլոկեցին, ազգային անվտանգության շենքի վրա հարցակում եք անում, ձերոնք են արել, արա սա ինչ անում եք, գոնե նենց մի բան արեք, որ մի քիչ ես մարդիկ ձեզ հավատան, ասում Փաշինյանը, դե ես հավաստիացնում եմ ձեզ ու պրյամո ասում եմ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ամենաքիչ 80% ձայն հավաքելու է, այդ դուք, որ չեք կարենալու այն 4%-ը դաժե հավաքեք, 50 հատ շտաբ եք բացում ամեն քաղաքում, մեկը մեկից կահավորված ու ընտիր վիճակում, կարող է պապուտ ու տատուտ թոշակով ես բացել, դե զզվցրիք թողիկ էլի արդեն։ Այսօրվա դրությամբ, սիրելի հայրենակիցներ ջան, Վանաձորի ավագանու նիստը տեղի ունեցավ, ու գիտեք ինչքան ծրագրերը արդեն կյանքի կոչվելու ու արվելու, անում են այս մարդիկ, որ ընտրություններին բան չի մնացել, ինձ համար կապ չունի է, որ ընտրությունն է այս այն այդ դուք եք ընտրություններով պաժար ընկել։ Ձեզ խելոք պահեք ու չփորձեք այս պետությունը ձեր մտքերով դեպի պայծառ Ռուսաստան է տա ձեր միտքը, ուժեղ Հայաստան չի է, ուժեղ Ռուսաստան այն միութենապաշտներ։ Խառնվել եք իրար, ինչ ա եղել, գիտեք որ Պուտինը ասում է փողերը հետ եք տալու, չեք կարում իշխանություն վերունեք, բերեք պլատի տեղեք։ Դուք լավ գիտեք այդ ամեն ինչը, ձեզ խելոք պահեք, ձեզ հանգիստ պահեք, ամեն մեկը վերընկեք ձեր տեղը ու ջոգեք, որ այս պետությունը այլևս 18 թվականից ժողովրդին նա ու վերջ։ Սիրելի հայրենակիցներ ջան, ինձ էլ 1000 անգամ կներեք նման պահվածքի համար, ուղղակի արդեն են, որ մարդու ներվերը իրան չի տիրապետում։ Եկեք լավ նոտայի վրա ավարտենք ու շնորհավոր եմ մեր սիրելի վանաձորցիներին, որ այո, վերջապես ավագանու նիստ տեղի ունեցավ, սիրելի հայրենակիցներ ջան, ու լիքը գործեր կյանքի կկոչվեն արդեն, իսկ սիրելի հայրենակիցներ ջան, ակտիվ ենք լինում, համախմբված ենք լինում, չենք թույլ տալի, որ մեր մաքուր ու հպարտ հեղափոխությունը ինչ-որ մեկը կարենա սասանի, Նարեկ Կարապետյաններին ու մնացյալներին է սիրելի հայրենակիցներ ջան, ուղղակի ուշադրություն մի դարձրեք, նրանք չեն մտածում այս պետության համար, նրանք մտածում են իրենց գրպանի համար, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցենք մենք, կեցե քաղաքացիական պայմանագիրը և Նիկոլ Վարչապետ։